Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի։ Պարոն Խաչատրյան, եկեղեցի իշխանություն հարաբերություններում լարվածությունը ժամ առ ժամ արդեն մեծանում, Նիկոլ Փաշինյանը կարծես թե արդեն վեհափառն հեռացրել է եւ այսօր արդեն մշակում է քայլեր, թե հեռանալուց հետո ինչ պետք է անի, պատարակի տեքստերն է արդեն սրբագրում, բայց մինչ քայլերին Փաշինյանի անդրադառնալ նախ հասկանանք։ Հիմա այն փուլն է, որ ամեն Կիրակի Փաշինյանը գնում է ինչ-որ միտեղ պատարակի եւ օրինակ վերջին պատարակը Շիրակի թեմում էր, որտեղ ամբողջ թեմի հոգեվորականները հրաժարվեցին վեհափառի անունը զեղչելով, թեմի առաջնորդի անունը զեղչելով պատարակ մատուցել, բայց Փաշինյանը գտավ տարբերակ այլ թեմից քահանա տարավ եւ իրականացրեց իր պատարակը։ Այս ամեն ինչը ուր է տանում եւ արդյոք ամեն ինչ վերում է կաթողիկոսի հետ կապված այդ ճնշումները վերջնական հանգրվանի եւ իշխանությանը արդյոք կհաջողվի ի վերջո ստանալ այն ինչ ուզում է։ Գիտեք, դե կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց ես համարում եմ, որ ամեն դեպքում դա չի կարելի անել եւ չարժի անել։ Առաջին հերթին, որովհետեւ եկեղեցին բրգաձև կառույց է։ Եվ երբ որ դու հանում ես բուրգի գագաթը, այսինքն այն քարը, որի վրա գալիս ու կանգ է առնում բոլոր ուժագծերը բուրգի, այդ բուրգը սկսում է քանդվել, անկախ որևէ բանից։ Ինչից ելնելով ես միշտ դեմ եմ եղել կաթողիկոսի հնարավոր փոփոխությանը։ Գարգին առաջինի դեպքում, չեմ ասում, Վազգեն վեհափառը դա պետք է վախճանվի, որտեղ դա մեր համար խոշորագույն կաթողիկոս էր, պատմական կաթողիկոս էր, այսպես ասենք, էլի։ Բայց երբ որ մենք խոսում ենք նրանից, թե հիմա փոխենք եւ այլն, դա ես համարում եմ, որ չի կարելի անել։ Ես համարում եմ, որ եթե մենք այդպիսի նախադեպ ստեղծեցինք, իսկ ով է ասել, որ հաջորդ իշխանությունները չեն ուզենա իրենց կաթողիկոսին բերել եւ համանման ճնշումներ գործադրել եւ հանել կաթողիկոսին, փոխարինել մի ուրիշով։ Ինչպես հասկանում ենք, դա փաստորեն հոգևոր այդ յուրօրինակ առանցքի, որը գնում է 1700 տարի եւ իր մեջ կրում է հայկական ինքնության, հայկական պետականության բացակայության դեպքում հայերին անթեղելու, պահելու որպես ժողովուրդ, որպես թեկուզ ժողովուրդ ծանր բան եմ ասում, դա ժողովուրդ մեր անունը եղել է նրանից, որ տարբեր երկրներում մենք ունեցել ենք մեր սփյուռքը։ Չինաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում, ամենուր ենք ունեցել, դրա համար հայ ժողովրդի պատմություն էր։ Ճիշտ չէր, որ մենք վերանվանեցինք, մենք մի հսկա հատված այդպես կտրեցինք ու դեն նետեցինք։ Եվ եկեղեցին Հայաստանի պատմություն դարձնելով, էլի լոկալացնելով, որ մենք իբր թե ոչինչ չենք արել, մենք էլ արել ենք այն, ինչը ոչ մեկը չի արել։ Այսինքն Չինաստանը 2 դար գտնվել է հայերի ուղղակի տնտեսական գործունեության ներքո, ամեն ինչում իրանք են եղել։ Մենք եկեղեցու պատմությունն էլ հանեցինք որպես այդպիսին առարկա եւ միավորեցինք Հայաստանի պատմության։ Չենք միավորել, հանեցինք ուղղակի, հանեցինք առարկան առանց փաստարկման, առանց խորքային անալիզի, թե իսկ ինչ ենք կորցնում եւ ինչ ենք ձեռք բերում դրանով։ Ես համարում եմ, որ դա անթույլատրելի շռայլություն էր այդպիսի բանի, այդպիսի քայլի գնալը, որտեղ կորուստների հետ է խիստ կերպով առնչվում։ Իհարկե չեմ ասի, որ այդ եկեղեցու պատմություն առարկայի կուրսը թերություններ չուներ։ Իսկ ինչը թերություններ չունի։ Հիմա մենք ասում ենք եկեղեցին ունի ինչ որ թերություններ։ 100%-ով եթե նա 1700 տարի գործել է, եւ եթե սփռված է աշխարհով մեկ, դա համաշխարհային կառույց է։ Դե Այս էլ հիշենք, որ ոչ մի լոկալ կառույցի ղեկավար, ինչպիսին էլ կլինի, ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի, ով կլինի, ըստ էության միջազգային կառույցում փոփոխություններ անելու մանդատ չի ստացել։ Հիմա հոգևորականները 10-ից շուրջ 10 հոգևորական հայտարարություններ են անում եւ ըստ այսպես բաժանելու եթե անենք Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված հոգևորականներ եւ վեհափառի շուրջ։ Սա խոսում է եկեղեցու պառակտման մասին, չնայած իրենք ասում են մենք ներսի խնդիրներն ենք վերհանում, մենք ուզում ենք բարենորոգել, ինչպես Փաշինյանն է ասում։ Ըստ էության մենք կարող ենք խոսել եկեղեցու պառակտման մասին։ Լսեք, եթե եկեղեցու մենք սկսեցինք մոտենալ որպես սովորական գոյություն ունեցող ինչ-որ մի իշխանության հատված, այդ դեպքում հա, բայց դա իշխանության հատված չի, դա հոգևոր առանցք է։
մեր նախնիները կառուցելուց են եղել քաղաքները, սկզբից Պարիսպը եւ հետո կենտրոնում եկեղեցին։ Եվ հետո այդ եկեղեցու շուրջը ծավալվել է քաղաքը։ Ինչու՞։ Որովհետեւ քաղաքի միասնականությունը պահում էր այդ եկեղեցին։ Այսինքն նա էր ամոքում մարդկանց վիշտը, նա էր խորհուրդներ տալիս, նա էր բուժումներ անում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամենով հանդերձ նա ամբողջականացնում էր հասարակությունը։ Այսօր եւս հասարակությունը, որպիսի փոխադարձ նրա հատվածները իրար չուտեն, յուղի նման դեր է խաղում եկեղեցին։ Այսինքն կրոնը որպես այդպեսին իսկապես դա այն յուղն է, որը հնարավորություն չի տալիս, որ գերագրեսիվ զարգացումներ տեղի ունենան հասարակության մեջ։ Հիմա ինքը ենթարկվում է ինչ-որ ագրեսիվ ճնշման։ Ինչու՞։ Իմ համար շատ զարմանալի է օրինակի համար այդ ճնշումը, որովհետև ինքը կեղծ օրակարգի շրջանակում է գտնվում։ Ինչու է նա կեղծ, որովհետև քանի տոկոսն է, ասենք, խիստ տարված այդ հարցերով մեր հասարակության։ Այսինքն կարծում եք հանրությանը այդքան չի հուզում այս ոչ միայն չի հուզում, եկեղեցի հանրությունը անտարբեր է, եթե չլինի այդ այսպես ասած ազարտի պահը։ Անտարբեր է, որ անլուրջ է վերաբերվում Փաշինյան այս ծրագրին, թե չի Չէ, անտարբեր է, որովհետև խնդիրները, որոնք դրված են հասարակության համար, խիստ հետաքրքրական չեն։ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտ, չկա այդպիսի ուխտ։ Ինչն է խախտել։ Ընդհանրապես չկա եկեղեցում այդպիսի ուխտ։ Լսեք, եթե կաթողիկոսը սկսվում է Գրիգոր Լուսավորչից, Գրիգոր Լուսավորչը ամուսնացյալ է եղել, թե չէ։ Այո։ Հիմա մեր խոշորագույն պատմական կաթողիկոսը Ներսես մեծը ամուսնացյալ է եղել, թե չէ։ Ամուսնացյալ է եղել։ Մեր եպիսկոպոսները ընդհանրապես ամուսնացյալ են եղել, թե չէ։ Այո, ամուսնացյալ են եղել։ Կետերը, որոնք վերաբերում են կուսակրոնության ասածին, դա շնացման հետ է կապված։ Այսինքն որ դու ունես կին, էլ դրանից ձախ մի նայ։ Չի կարելի դա անել, որովհետև դու հասարակությունը փչացնում ես որպես այդպեսի, որպես հոգևոր առաջնորդը այս կամ այն հատվածի։ Սա եղել է, բայց նշենք եւս մի անգամ, թե իսկ քանի տոկոսին է մեր հասարակության հետաքրքրում դա։ Օրակարգը ի՞նչ է։ Օրակարգը դա առաջ քաշած այն թեզերն են, որոնք առաջացնում են հետաքրքրություն հասարակական գիտակցականի մեջ։ Հասարակությունը արձագանքում է դրան։ Հասարակությունը արձագանքում է։ Դուրս են եկել փողոց մարդիկ եւ պահանջում են ինչ-որ բան։ Իսկ քանի տոկոս է հայոց առաքելական եկեղեցու հանդեպ վստահության վերաբերմունքը։ Բավական բարձր է։ 79։ Իսկ իշխանության ռենոմեն ինչքան է։ Ցածր։ Հաստատ 70 չի հասնում հաստատ։ Ցածր, լավ ցածր։ Ինչն է պատճառը։ Մենք խնդիր ունենք ստեղ։ Պարզելու թե իսկ ինչն է պատճառը։ Եթե արհեստական հիմքով այս օրակարգը կեղծ, ուրեմն նպատակները որոնք են։ Ինչու է այս օրակարգը առաջ քաշում իշխանությունը, ինչ է ուզում անել։ Եկեղեցու հանդեպ որն է։ Գիտեք, տարբեր տեսակետներ կան, որոնք շրջաբերվել են երևի թե նաև ձեր եթերում, որ միգուցե եւ համարելով, որ եկեղեցին ընդդիմադիր է դարձել ներկայիս իշխանությանը եւ ունենալով ամիսներ անց ընտրությունների վտանգ ենթարկեցնել իրեն։ Մեկուսացնել ամենակիչը, հնարավորություն չտալ, որպեսզի նա ծավալի հակաիշխանական կամ հակա-ՔՊ-ական քարոզչություն ասենք։ Լավ է, հասկացանք այդ ինչ որ բանը։ Մյուսը բայց կներեք, տեսեք դա ինչ որ ձև հակասության մեջ է մտնում, որովհետև նույն վաղարշապատի ընտրություններում թվում էր թե հոգևոր քաղաք է, իշխանության այս վարած քաղաքականությունը կարող է մարդկանց վանել, բայց իրենց տեխնազոն անցնում է։ Հա, իրենց տեխնազոն այնտեղ անցնում է, այնտեղ պատճառները տարբեր են, դες նաև քաղաքական գործիչ եմ եւ հետազոտում եմ նաև հնարավոր այդ տարբերակները, որոնք ստեղծվում են, լուծվում են ինչ-որ կերպ եւ հա, այնտեղ հիմնական պատճառները կարող եմ ասենք մանրամասնել, դա կարող է հետաքրքիր չլինի ուղղակի մեր ժողովրդին, ուղղակի նշենք, որ որպես կանոն վարչական ռեսուրսը շատ մեծ դեր է խաղում
այդպիսի տեղական ընտրություններում, հատկապես երբ որ գտնում են անձնավորություն, որը ինչ որ չափով հեղինակություն է տվյալ տարածքի համար։ Եվ այստեղ զոնալ նացիոնալիզմի էլեմենտներ կան, որոնք այդտեղ խաղարկվում են եւ որոնք բերում են ինչ որ արդյունքի։ Բայց այն դեպքում, երբ որ այդ լարակյաց անվիճելի մեծամասնությունը անհաղորդ է մնում ընտրություններին, միայն այդ դեպքում։ Իսկ եթե նա տեղից պոկվեց, այդ ամեն ինչը արմատապես փոխվում է։ Ինչից ելնելով, ասենք, այսօր հասկանալի է, որ հնարավոր է այս կեղծ օրակարգն էլ ինչ որտեղ բթացնի մարդկանց, որովհետև դե այլևս ռեակցիա չեն տալիս մարդիկ։ Գնացել են կեսինչ տեղը, այնինչ տեղը, հա, այստեղ առաջարկում են կեսինչ բանը փոխել, այնինչ բանը փոխել, ինչի ենք առաջարկում ելնելով ինչից։ Լավ, ասենք առաջարկում ենք, ինչից ելնելով ենք առաջարկում։ Երբ որ մենք, ասենք, ասում ենք, որ հայոց առաքելական եկեղեցին հիմնել է պետությունը։ Այդպես բան կարելի է ասել, երբ որ գոյություն ունի քրիստոնեության մեջ անվիճելի պոստուլատ, որ եկեղեցին Հիսուսի խաչի վրա թափված արյունից է։ Վերադառնալով կաթողիկոսին, հիմա ինչ արձանագրենք, օղակը սեղմվում է նրա շուրջ, իշխանությունը գնալու է, Նիկոլ Փաշինյանն ասում է իմ կյանքի գնով անելու եմ ամեն ինչ, գնալու եմ միջև վերջ, այդ վերջը որտեղ է ի վերջո, որովհետև մենք տեսանք, որ Սրբազանի ամենամտերիմ նաև սրբազաներից մեկին Արշակ Սրբազանին կալանավորեցին, ավելի վաղ Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազան, այսինքն իշխանությունը ամեն դեպքում, այո, Մկրտիչին Սրբազան, իշխանությունը ամեն դեպքում իրավապահ համակարգով Փաշինյանը չի խուսափում ասել, որ նույնիսկ ԱԱԾ-ին ասել են, որ քահանաներին զգուշացնեն տեքստերից պատարագի զեղչել Վեհափարյանն, այսինքն ուժային մեթոդներով անգամ իշխանությունն ամեն ինչ անում է։ Այս մեթոդները չի պսակվի իշխանության համար ցանկալի արդյունքով։ Գիտեք, նորից եմ կրկնում, կանխատեսումներ անելը ճիշտ բան չի, ես համարում եմ, որ դժվար թե։ Ես անձամբ կասեմ, որ դժվար թե, որովհետև ամեն դեպքում դրա թիկունքում պետք է կանգնած լինի ժողովրդական ճնշում։ Ես ժողովրդական ճնշում այսինքն առանց ժողովրդի անհնար է որևէ։ Իհարկե անհնար է, որտեղ այդ ժողովուրդը ինչ է նշանակում եկեղեցի։ Եկեղեցին առաջի հերթին այդ ժողովուրդն է։ Եկեղեցի, այսինքն այն համայնքը, որը գալիս է այդտեղ։ Հիմա եթե նրան դա չի հետաքրքրում, եւ դու անում ես դա, ասենք, բռնաճնշումների միջոցով։ Եթե օրինակ շատ է հիմա քննարկվում այդ հարցը, կաթողիկոսին անգամ կալանավորել, ուզում եմ այդ տարբերակը հասկանանք, նույնիսկ այդ պարագայում չի դադարում նա լինել կաթողիկոս, որովհետեւ ոնց կարա դադարի, եթե նա օծյալ է։ Օծյալին հնարավոր չի դադարացնել լինելը։ Այսինքն բանտից նա կարող է ոչ մի խնդիր մնալ ոչ մի խնդիր, որովհետև այդ 12 եկեղեցու եպիսկոպոսները, որոնք ձեռքները դրել են իր կաթողիկոսական օծման ժամանակ, հա, նրան դարձրել են օծյալ։ Եվ նրան միայն ու միայն կարող է այդ կարգավիճակից իդ կանչել եպիսկոպոսած դասի ընդհանրական որոշումը, այն էլ քննում է մեկ հարց գլխավոր։ Այդ առանցքային հարցը պետք է դրված լինի։ Կաթողիկոսը դեմ է գնացել մեր ուսմունքին, այսինքն մեր տրադիցիոն ուսմունքին, որ Հիսուսը աստվածամարդու բնություն ունի, որի մեջ երկու էություններ են, մարդու եւ Աստծո էություններ։ Դրանից շեղվել է, թե չի շեղվել։ Եթե չի շեղվել, ի՞նչն ենք քննարկում։ Իդեպ նախատեսված էր եպիսկոպոսած ժողով 10-12-ին դեկտեմբերի։ Հետաձգվել։ Այո, հետաձգվել է։ Պատճառը դες համար հասկանալի էր, Մայրաթորից հայտարարությունն այն էր, որ Հայաստանի իշխանությունների այս ստեղծված իրավիճակում նպատակահարմար են գտել ժամանակավորապես հետաձգել։ Սա ինչ որ ձև կթոթափի իրավիճակը, թե Փաշինյանի համար միևնույն է։ Չէ, չեմ կարծում, որ դա, ասենք, իրավիճակը կպարզեցնի, եթե պայմանավորվածություն չկա։ Եթե Փաշինյանի այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել, այդ ուրիշ հարց է, բայց եթե Փաշինյանը շարունակում է, ասենք, ճնշումների կիրառումը, անսկող ճնշումների կիրառումը, այն բանից հետո, երբ որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է բռնությունները հոգևորականների հանդեպ Հայաստանում։ Եվ պայմանավորվածությունների մասին, այսինքն կոպիտ ասած լեզու գտնել միմյանց հետ։ Լեզու գտնել իրար հետ, ամեն մեկը գնա իր անկյունը եւ զբաղվի իր գործով, էլի, այսպես ասենք։ Եթե դա կա, այդ ուրիշ հարց է։
Բայց եթե շարունակվում է այդ ճնշումը, այդ դեպքում ուրեմն միակ տարբերակը ես էլ եմ կրկնում, դա ժողովրդական ցասման անվիճելի դրսևորումը պետք է լինի ընդդեմ կաթողիկոսի, որը չկա։ Անդրադառնանք նաև Փաշինյանի այսօրվա մի քանի գրառումներին, ըստ որոնց նախ առաջարկում է, որ 10-ից 55 դեսովորաբար պատարակները 11-ին են սկսում։ 10-ից 55 բոլոր եկեղեցիներում միջև պատարակը հնչի օրներգը։ Դինի Հայաստանի դրոշը եկեղեցում։ Լավ, ինչի համար։ Այսինքն որտեղից է վերցրած այդ օրինակը։ Եթե Ամերիկայի բոլոր եկեղեցիներում այդպիսի բան արվում է, հասկանանք։ Եթե արվում է Ռուսաստանի բոլոր եկեղեցիներում, էլի հասկանանք։ Քննարկենք, պարզենք, ինչի է արվում։ Դե ինքը պարզել է մեկ այլ գրառմամբ, ասում է 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ նշած օրներգը, դրոշը, այսինքն պետությունն է ստեղծել եկեղեցին։ Հա մի քիչ զարմանա հրաշարտահայտություն է, երբ որ պետության կողմից, պետության որոշմամբ եւ այլն Արածանիում կնքել են հավատավորներին, ոչ մեկին չես կարող տանել կնքել, եթե զանգվածաբար այդ մարդիկ արդեն քրիստոնյա չեն։ Այսինքն նրանք այդ կրոնի քարոզչության ներքո են դարերով արդեն։ Մեզանում ով է այդ հիմնել։ Հիսուսի աշակերտները, չէ՞։ Հիսուսի առաքյալները եկել են Հայաստան, քարոզել են, մենք ասում ենք պետությունը հիմնել է, դե լավ, ամեն ինչը հասկացանք, էլի, հա, քրիստոնեությունն եղել է, մենք էլ չենք կարողանում աշխարհին ներկայացնենք մեր այն ֆանտաստիկ մեծ դերը, որը մենք խաղացել ենք քրիստոնեության կայացման եւ նրա փրկության հարցերում։ Մենք ենք այդ արել։ Հիմա պարզվեց, որ այ մեր պետության որոշումով ոչինչ չի լինում, նորությամբ կրկնում։ Այն մատ բան մենք, չէ, անփոփոխ հոդված ունենք, երրորդ հոդվածը, այսինքն սահմանադրության մեջ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հանգարց կամայրական չնայեք այդ հոդվածին։ Այդ հոդվածը բոլոր դեպքերում գործում է։ Ոչ մի նշանակություն չունի որտեղ է դա։ Սուլթանը անդեղ իշխանությանը, թագավորը իշխանության, թե պարլամենտական իշխանությունը, թե ինչ է, դա գործող է։ Եվ բոլոր տեսակի փոփոխությունները, որոնք կարող են դարեր հավերժել, դա միայն ժողովրդի ուսերի վրա իրականացված, նրանց միջոցով իրականացված փոփոխություններ են։ Ոչ մի պետություն էլ թող չասի, ես պետությամբ զորով արել եմ, բերել եմ, հաստատել եմ, հիմա որոշում եմ զորով էսիշ փոփոխություններ դառնալ։ Դե սահմանադրությամբ էլ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործին, բայց Փաշինյանը խառնվում է, ամեն ինչ անում է։ Եկեղեցին պետության գործերին չի կարող չխառնվել այն տեսակետից, որ տեսել ենք հազարումի տեղ, որ այո, հոգևոր առաջնորդները խառնվում են գործերին պետության։ Ես հակառակն եմ ասում է Հասկացա, իշխանությունը իշխանությունը չպետք է խառնվի, բայց եկեղեցին քաղաքականությունից դուրս չի։ Նա հասարակության մեջ քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, այնպես որ մեր քաղաքական գործիչները պետք է սովորեն նրան, որ իրանց երեսին ինչ Պուտինի երեսին կանգնում, ասում է համայն Ռուսիո պատրիարքը, քննադատական ինչ ասես, ասում է, սուսպուս իր կաբինետում է, տանում է այդ ամեն ինչը, զգալիորեն ավելի ծանր կշիռ ներկայացնող անձնավորությունը, քան շատերը աշխարհիս երեսին, ճիշտ է, ղեկավարներից։ Բայց չեն ասում քաղաքականությանն է խառնվում։ Քաղաքականությանը չի կողջում, ինչի մենք չենք հիշում, մենք ունեցել ենք հոգևորականներ, որոնք պարլամենտում են եղել։ Ունեցել ենք, չէ՞։ Բան չի ժամանակ հանգարց մենք չէինք ասում, այլ քաղաքականությունը չի խառնվում, այ Տեր Հուսիկի մասին եք ասում։ Դու եղբայրն 91 թվականից սկսվել է, էլի այդ մարդիկ գնացել են, մասնակցել են ընտրությունների, կարող է մեկը ընտրվել է, մեկը չէ, այդ էլ, հա, դե մի բան չեմ ասում, բայց այն ժամանակ որևէ մեկը, որևէ բառ ասել է, մենք հիշում ենք, որ բայց ինչի է եկեղեցին խառնվում եւ այլն եւ այլն։ Անել Վազգեն Վեհափառի օրոք էլի։ Գնացել են, կարող էր Վազգեն Վեհափառն ասել, չէ, մի գնացեք։ Մասնակցել է ընտրություններին խորհրդային տարիներին եկեղեցին, թե չէ։ Պարտադիր կարգով, ցուցակով, գնացել, քվեարկել դուրս են եկել Վազգեն Վեհափառի գլխավորությամբ, որովհետև այդպիսի դիսկրիմինացիա անգամ խորհրդային միությունը համաձայն չէր թույլ տալ, որ աթեիստական երկիր էր իրան հռչակել, ճիշտ է խոսենք, բայց քաղաքականությունից դուրս ոչինչ չկար, ինչից ելնելով նա միշտ հետամուտ էր եւ մեծ շնորհակալությամբ էր ընդունում են հանգամանքը, որ հայոց կաթողիկոսը
գնում, ընտրում, անձամբ դուրս է գալի, իր հետ միասին գալիս է իր խորհուրդը, գալիս են հոգևորականությունը, գալիս են ցուցակով ընտրում են, դուրս են գալիս գնում են, որ այդ մարդիկ մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, հետո է հաշվում այդ մարդկանց քաղաքական իրավունքները, այդ իշխոսակցությունն է, էլի դա լավ կլինի որ մենք մի անգամ բան անենք, էլի մի հաղորդում նվիրենք, ասենք, այդպիսի գոյություն ունեցող անհասկանալի էլի տարընթերցումներին, տարբեր հարցերում, էլի որ հա իսկ պետությունը կարող է խառնվել եկեղեցու առ, ոչ, եթե դպրոցից հանել է եկեղեցուն որպես այդպիսին, ինչի՞ պիտի ինքը խառնվի եկեղեցու հարցերին։ Կարող է խառնվել որպես շարքային շարքային հավատացյալ։ Ես ոչ թե որպես վարչապետ, այլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Լավ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրավունքը ունի եկեղեցին, ասենք հայ առաքելական եկեղեցու հետևորդին 1000 ու մի քննադատական բան ասել։ Ինչն է պատճառը, որ այդ ամեն ինչը ընդունվում է սրերի վրա։ Եթե դու հետևորդ ես, դա հիմա Պուտինն էլ է հետևորդ, էլի, ինչի որ նայա գլուխը ռուսողափար եկեղեցու, չէ՞։ Եվ ինչ որ բան փոխել, մի հատ պատկերացնենք, որ Պուտինն ուզում է փոխի, կարա փոխի։ Իսկ մեզանում չէ, դե ոնց մենք որոշել ենք ինչից ելնելով է դա։ Մի հատ հասկանանք եւ մոտիվացիան, եւ փաստարկումը։ Փաստարկում, եթե կա, նստենք սեղանին քննարկենք այդ փաստարկումը։ Մտավորականության ներկայացուցիչներ էլ թող լինեն մի հատ հասարակությունը հասկանա, այս ինչա տեղի ունենում։ Ինչ վտանգներ կան, ինչ ականապատված դաշտեր կան այդտեղ։ Որովհետև մեզ թվում է, որ հա, կարելի է բուրգի գագաթը պոկել գցել, ոչ բան էլ չի լինելու, մի հատ ուրիշ կբերենք կդնենք, առանց մտածելու որ MU-սին էլ հաջորդ իշխանությունը կարող է պոկի գցի, եւ սենց մենք կկորցնենք այն ամենը, ինչը որպես արքետիպային արմատ 1700 տարի է գալիս է եւ պահպանում է մեր ինքնությունը։ Դե հիմա Փաշինյանը քարտեզն է արդեն ներկայացնում, երբ որ արդեն կաթողիկոսին հեռացնի, ասում է, պետք է տեղապահի ընտրություն լինի եկեղեցու գործող մեխանիզմների տրամաբանությամբ, պետք է կանոնագիրք ընդունվի, ըստ կանոնագրքի ըստ նրա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեբարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքների հարցը պետք է կարգավորվի, այսպես ֆինանսական թափանցիկության մասին։ Ոնց, հա, այդ բարեբարկություն, ասեցիք, հենց նոր, ոնց։ Մոտ հասկանանք, էլի, այդ ում ենք ստուգում ուղեղը։ Մեզանում մեղք կա, նաև մտածելը մեղք։ Ոնց են կարողանալ դա ստուգել։ Այդ որ ասում ենք, էլի։ Լավ, ինչ չափորոշիչներով, չէ՞։ Չկա դες չափորոշիչ, այո, ցավտանեմ, դες բան, եթե ելներ, հա, հասկանանք, էլի։ Հիշում եք, հանձնաժողով էր կազմում Փաշինյանը, էլի նույն չափորոշիչները վերում, մեր սաղմոսներ պետք է կարդացած լինի, մի քանի այսպես կետերով նշում էր։ Դե հա, կարելի է տանց ինչ-որ բաներ անել, բայց երբ որ հոգևոր հարցերի փոփոխությունները աշխարհիկ ղեկավարությունը իր վրա են վերցնում, այդ ոչ մի լավ բանի չի բերել, էլի։ Մի հատ ցույց տվեք, որտեղ է տենց բան եղել, որը լավ բանի է բերել, էլի։ Օրինակ, ես օրինակը բերեմ, էլի։ Անգլիկան եկեղեցին թագավորը կաթոլիկների բացարձակ անվիճելի մեծամասնության պայմաններում իրականացրեց Անգլիայի ներսում գենոցիդ, խլեց կաթոլիկներից ունեցվածքը ամբողջովին, մինչև այսօր այդ երկիրը չի մոռանում այդ արնաներկ պատմության հատվածները։ Մինչև այսօր Քենթերբերի arczepiskopos-ին հանում են, նա ելույթ է ունենում, բոլորը քննարկում են, ամբողջ Անգլիան տարուբերվում է, ոնց հանեցին, ինչի հանեցին, այս մարդը դեմ էր ինչին, դեմ էր ինչին, թագուին է գլուխը եկեղեցու կամ թագավորն է, որպեսզի թագավորի տակ լինի այդ եկեղեցին ու պատկերացնել, որ դա շատ լավ է եղել, ոչ մի բանում լավ չի եղել, էլի դա։ Ճիշտ է որ խոսենք։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Խաչատրյան, եթե Փաշինյանը ամեն կիրակի տարբեր տեղեր պատարակի գնա, ամեն տեղ իր հոգևորականին տանի, զեղչի թեմի առաջնորդի վեհապարի անունը, ձերբակալի շատ սրբազաններին, բայց եթե կաթողիկոսը անսասան մնա իր դիրքում, ոչ մի բան հնարավոր չէ իրականացվի այս դեպքում։ Այո, իհարկե, ռիսկի դաշտ կա այդտեղ, հարց չկա, բայց ամեն դեպքում նրա դիրքերը անսասան են լինելու։ Օցիալը ինքը պատասխանատու է Հիսուսի առաջ։
Այսինքն օծվածը հետեւաբար ինքը չի կարող հրաժարվել դրանից, եթե իհարկե ինքնակամ չհրաժարվի, եթե մարմնավոր ուժերը իրեն չեն լքում, ինքնակամը չի հարցը։ Մարմնավոր ուժերը եթե չեն լքում իրեն։ Օրինակի համար Բենեդիկտ 16-րդը հրաժարվեց, որովհետև ասաց մարմնավոր ուժերս լքում են ինձ։ Այսինքն հիվանդություն, տարբեր հարցեր։ Ծանր վիճակ, առողջական, որի պայմաններում ինքը իր առջև դրած ուներ շատ մեծ գործ, որը անհրաժեշտ էր անել կաթոլիկ եկեղեցու ներսում, եւ հրավիրեց Ֆրանցիսկ առաջինին, ասաց քեզ ըստ ամենայնի կօգնեմ էլ, կդարձնեմ պապել, քեզ կընտրեն։ Բայց այս գործը դու պետք է անես, իմ առողջությունը չի ներում ուղղակի։ Էլի են եղել այդպիսի պապեր։ Բայց միայն այդ պատրվակով, որ առողջությունս չի ներում, իսկ եկեղեցուն անհրաժեշտ է ավիոնով անձնավորություն, որը դուրս կբերի այդ վիճակից, կկարողանա իրականացնել այդ արխի կարևոր ծրագրերը։ Մենակ այդ դեպքում, երբ որ եկեղեցին կարող է փլուզվել, շատ լուրջ տուժել եւ այլն, այդ դեպքում կարող է տես բաներ լինել, բայց մեր դեպքերը այդպեսին չեն, էլի։ Ինչ փլուզվել, ինչ տուժել։ Եվ մի հարց վերջում, քանի որ դուք նաև Աստվածաբանության ֆակուլտետում եք, պարոն Խաչատրյան, շատ քննարկվեց նաև վերջերս լրատվամիջոցներից մեկը տեսանյութեր հրապարակել, թե ինչպես է Անուշավան եպիսկոպոս Ժան-Պոչյանը դեռևս ԵՊՀ գալիս։ Դուք տեղյակ եք ինչու է գալիս եւ ընդհանրապես ես տեղյակ եմ ինչու է գալիս, այնտեղ ԵՊՀ-ի ներսում գոյություն ունի ֆակուլտետ եւ ֆակուլտետի ներսում գոյություն ունի գիտահետազոտական ինստիտուտ։ Ինքը ֆակուլտետի դեկան չի, բայց գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն է մնացել։ Դրա համար է գալիս։ Այսինքն աշխատանք ունի դեռ։ Հա, աշխատանք այնտեղ ունի, գալիս է, գնում է։ Հա, այսինքն դա բայց աշխատանքից ազատված է իր դեկանի դեկանի աշխատանքից ազատված է, այո։ Այդ դեկանի աշխատանքը եղել է այն ժամանակվա պետության ղեկավարության եւ Էջմիածնի ղեկավարության միջև կնքված պայմանագիր, համաձայն որի Շահե arczepiskopos-ը այն ժամանակ դարձել է դեկան, հա, ես համարում եմ, որ հա, նրա դեկան դառնալը շատ բան էապես տարավ դեպի դրականը, էլի։ Դեկանի աշխատավարձը այդքան բարձր է, որ նա բավականին շքեղ մեքենայով էր։ Ես չեմ հետաքրքրվում դրանով, ճիշտն ասեմ։ Պարզապես շատ շքեղ մեքենայով էր երթևեկում, դրա համար շատերը նկատեցին։ Ես չգիտեմ, այդ մեքենան իրանն է, ինչ որ մեկը նվերատվել, ես չեմ խորանում այդ հարցերի մեջ, ճիշտն ասեմ ձեզ, որ մի ասեք ինչ մեքենա է, իր մեքենան չեմ կարող ասեմ, էլի, ես ճիշտ եմ ասում։ Ինձ չի հետաքրքրում, դա ուրիշ հարց է, թե իսկ ասենք ինքը ինչպիսին նա լավ որպես դասախոս, որպես գիտնական եւ այլն, ինձ դա կարա հետաքրքրի, բայց ասենք թե մեքենան ինչ է, ասկի ասում եմ մեքենան լավ հազիվ եմ տեղը բերում ինչա մնաց ուրիշների մեքենան։ Պարզապես քննադատում են, ասում են այդ հոգեվորականներն են ուզում բարենորոգում իրականացնել եկեղեցում, որոնք ունեն նաև բավականին այլ խնդիրներ, եթե չեմ սխալվում, կան նաև այսպես աղքատության ուխտ, հա, այդպիսի ձևակերպում կա։ Ժուժկալ։ Այո, որը նաև այս պարագայում խախտված իր դեպքում։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։